Լավրով-Միրզոյան ասուլիսին զուգահեռ արտգործնախարարության դիմաց արևմտամետները Արման Բաբաջանյանի գլխավորությամբ Պուտինը և Լավրովը մարդասպաններ են պաստառներով և Եվրամիության դրոշներով բողոքի ակցիա են իրականացրել։ Նշեմ, արևմտամետները երեկ էլ Լավրովի այցի ժամանակ օդանավակայանի ճանապարհի տարբեր հատվածներում փակցրել էին Պուտին մարդասպան գրության պաստառներ։ Ընդ որում այս ամենից առաջ սրբազան պայքարի աջակիցները բերման էին ենթարկվել աստվածապաշտությունը հաղթելու անձնապաշտությանը գրության պաստառ փակցնելու համար։ Պարեկները ջանք չէին խնայել սրբազան պայքարի աջակիցների փակցրած պաստառը հեռացնելու համար, ինչը որ չտեսանք Պուտին մարդասպան գրությամբ պաստառների դեպքում։ Հիշենք նաև Հոյդա Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կողմից փակցված հայ ղեկավարները Բաքվի բանտում են պաստառը եւս ժամեր անց հեռացվեց։ Երիտասարդները պաստառի միջոցով հիշեցնում են երկրում առկա իրական խնդիրները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հակառուսական ակցիաներին, այն անվանելով վճարված։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը աշխատում է մոտ 2000 մարդ, եւ ըստ երևույթի նրանցից մի քանիսը դեռ չեն սպառել USAID-ի միջոցով փոխանցված գումարները, ուստի նրանք այն ծախսում են նման նախագծերի վրա, ասել է Զախարովան, հավելելով, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի հասկացել, որ անհրաժեշտ է ամրապնդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե խաթարել ռուս-հայկականը։